Բարդեսերագիսես Ռոնի Ղարիբյան եմ Ղարիբյան Ռուսիա Finance ընկերության կողմից այսօր արդեն հունիս 22-2025 թվականը շատ լավ կամ շատ տարբեր նորություններ եւ լուրեր ունենք ձեր համար մանավանդ այս նախկին շաբաթը որ անցավ ինչպես միշտ հիշացնեմ ասի արդեն մեր 11-րդ տարին է լինում փետրվար 2014-ից է այս կայարանի միջոցով ամեն կիրակի ձեզի հույր ենք եւ փորձում ենք ձեզի սովորացնել եւ լուրերը տալ, որ ինչա իրականությունը կատարվում, ընդհանրապես ֆինանսավորման, mortgage loan-երի, real estate-ի, commercial եւ residential-ի եւ ընդհանուր էկոնոմիի մասին, որ դուք կարողանաք ձեր որոշումները տալ ավելի հեշտությամբ, ձեր ապագա կամ ներկա ծրագիրների մասին ինչ-որ կալվածային real estate-ին, commercial կամ residential կամ տոկոսներին կամ էկոնոմին ընդհանրապես պատրաստությունները տեսնեք։ Սկսենք ամենանցբուն մահատ լուրերից եւ նախքան սկսելը հիշացնեմ political ծրագիր չի, պարզապես չեմ ուզում մտնել Պարսկաստանի, Իսրայելի պատերազմների կամ Հայաստանի կամ Ադրբեջանի, պարզապես լուրերն ենք ուզում տանք էկոնոմին կախյալ Միացյալ Նահանգներում ինչա կատարվում։ Կենտրոնական բանկի ժողովն էր, որ ունեցավ անցյալ չորեքշաբթի, որ արդեն սպասելիքն էր, որ կենտրոնական բանկը չպետք է տոկոսները իջացներ, շուկան համոզված էր մոտարապես 0% շանս էր տվել, չանս էր տվել, որ այդ գործը կկատարի եւ մինչեւ հիմա առայժմ մեզ սպասում են, որ սեպտեմբերին պետք է իր առաջի տոկոսը լինի կտրելունը այս տարվա մեջ, անցյալ տարի վերջինը դեկտեմբերին էր, որ 1%-ի չափ կենտրոնական բանկը տոկոսները իջացրավ։ Ոմանք նոր են միացել եւ չեն լուրջ ունեն, ինչպես ամիսներ եւ տարիներ միշտ ձեզի սովորացրել եմ, որ կենտրոնական բանկի տոկոսը, որ ասում են Fed Funds Rate, որ benchmark-ն է 4.25-ից 4.5%-ի մեջ է տատանվում, ասենք 4.5% կլորակացնենք ձեր համար, դա այդ տոկոսն է, որ մեկ բանկ մյուս բանկից կարողանում է overnight park վեստի։ Դա ձեր տոկոսը չի, դա mortgage-ի տուների տոկոսները չեն, բայց ինչերին է ազդում է տոկոսը։ Այս 4.5%-ը բուն տոկոսն է, որ վրեն բանկերի շահերը վրեն չավելացրած, ինչպես ասամ, մեկ բանկ մյուս բանկից մի անպարկ առնելու համար է, եւ դա վրա line of credit, equity, HELOC, ինչ որ անուն եք դնում, որ ունեք, եթե ձեր տոկոսն է 7.5 կամ 8 կամ մինիմումը, դե ոչ ավել, դա այս 4.5-ի վրա ավելացրած է 3 կամ 3.5%, որ ելնում է ձեր 7.5-ից 8%-ը line of credit-ներին եւ HELOC-ներին ազդում։ Նույն ձևի մեքենաների լոները, տոկոսները չի կարող որ այս 4.5-ից պակաս լինի։ Հիմա Tesla-ի նման ընկերությունները իրանք ունեն իրանց ֆանդինգները տարբեր ձևով են մոտենում հարցին, բայց մեծամասնություն մեքենաները կախյալ է այս տոկոսին։ Student loan-ները, credit card-երը եւ այլն, բայց mortgage-ի տուները կախյալ չեն ստան։ Բայց այս տոկոսը պարզապես ոչ թե միայն իշահ բոլոր Միացյալ Նահանգների, որտեղ հզոր ընկերությունները, General Motors-ն, Facebook-ն, Amazon-ն, եւ ինչ որ Ford-ն, եւ ինչ որ մեծ հզոր ընկերություններ, General Electric-ն, որ Միացյալ Նահանգներում աշխատում է, Home Depot-ներն են, Lowe's-ն եւ այլն, ստանք կախյալ են պարկ վերցնելով են աշխատում, այսինքն հսկայական միլիոններով լայներ ունեն, այս լայները օգտագործելով։ Եվ այս տոկոսը ազդում է իրանց շահերից եւ պարտավոր են, որ արժեքները բարձրացնեն կամ ծախսը կրճատեն, ինչպես գործավորներին հանեն եւ անգործության հարց լինի մեջտեղ։ Ուրեմն կենտրոնական բանկը շատ հիմա համառոտ ձեզի մանրամաս լուր եմ տալի միայն պատրաստությունն եմ տալի, որ ինչա նշանակում է տոկոսը եւ սպասում եմ, որ տոկոսները իջացնի, որ էկոնոմին, բայց կենտրոնական բանկը տոկոսը բարձր է պահում, ասում է, եթե իջացնեմ, նորեն թանկություն առաջ կգա սղաճ եւ մանավանդ թերիֆների պատճառով, որ նախագահ Թրամփը արդեն վրան աշխատում է, որ այդ tax-երն, թերիֆները, ասում են թանկություն առաջ կբերի։ Ուրեմն տոկոսները բարձրացնելով
ծախսը բարձրացնում է, որ unemployment-ը գործը իջնի, ժողովուրդը քիչոտ ծախսեն, որովհետև փորձում է սղաճի թանկության առաջը բռնի տոկոսը բարձրացնելով, այսինքն եթե ընկերության համար ծախսը թանկացնում է, ընկերությունը պարտավոր է to cut payroll ամենամեծ ծախսն է մատ ընկերությանը, ելնի Coca-Cola-ն կամ որևէ, payroll-ը կտրելով ժողովրդի ձեր քիչոտ դրամ ելնելով ավելի եւ ապրանքն թանկանալով քիչոտ կծախսեն, այդ սղաճ ինֆլեյշնը ցած կբերի։ Հասել ենք մեկտեղ, բայց չի իջացնում, ասում որովհետեւ այս նոր թերիֆի հարցը, այսինքն եթե թերիֆը չելներ, եթե նախագահ Թրամփի հարցը չելներ, մենք այս տարի արդեն տոկոսները եւս գոնե կես տոկոս իջացած կներ, գոնե երկու անգամ իջացած կներ, մեկը լինելով երևի մարտին կաներ, մեկն էլ հիմա։ Բայց որովհետեւ այս թերիֆի հարցը կա եւ չի իմանում սղաճի ուրայություն, եւ ասում պետք է նայենք։ Եվ կարծում եմ, որ մինչև սեպտեմբեր հայտնի կանի, որ այս թերիֆների սղաճի ազդեցությունը ինչա, որ իրան գուշակում են, որ սպասում են 3 կամ 3.1%-ի, այսինքն պարզապես core PC-ին, որ անցյալ շաբաթ դա մասին ձեզ զեկույց տվան, կարող եք հետաքրքիր վիդեոները YouTube-ի վրա տեսնեք, սա որ դա մեջ մտնում չի մտնում ուտելիքը եւ էներգին, սպասում է projected, որ հիմա բարձրանա 3.1%-ի հասնի։ Դա համար տոկոսները չի ասում, որ վերաբերում է անգործությունը, որ սպասում են նորեն 4.5 լինի, ոչ թե հիմա 4.4-ի շուրջն է։ Կենտրոնական բանկը դեռ չի համոզված, որ այս թերիֆի ազդեցությունը շատ չեզոք համարի եւ կարծում եմ, որ ազդեցություն ունենալու թանկությունը բերելու առաջ մեզ տոկոսները չի իջացնում։ Երբ որ տոկոսը չի իջացնում, շուկան որպես market, որպես outlook, որպես սպասելիք ինչ առաջիկա ամիսները, տեսնում է, որ կարող է էկոնոմին նվազանա։ Կարծում եմ, որ տեսնում է, որ կենտրոնական բանկը ասել է, կենտրոնական բանկի նախագահն երկու հատ statement-ներ ասա շատ ուզում եմ, մեկ ասում է, որ uncertainty about the economic outlook has diminished but remains elevated. Diminished but remains elevated. Այսինքն անորոշ վիճակը էկոնոմիի մասին, որ ապակա էկոնոմիի մասին, այդ անորոշ վիճակը ընդհանրապես կարծեմ արդեն անհայտացել է, diminished չկա։ Եվ հիմա ավելի հայտնի է ուր են կեթում։ Բայց ասում է, but remains elevated, բայց դեռ սպասում ենք, որ դեպի բարձրություն սղաճ պետք է լինի։ The committee is attentive to the risk to both sides of dual mandate. Եվ dual mandate-ը ինչ է ասում, dual mandate-ը այնա, որ համ սղաճ, համ գործերի ստեղծման։ Այդ երկուս ամենակարևոր կետերն են կենտրոնական բանկի համար, որ համ սղաճը կարողանա կոնտրոլ անի ցած պահի, համ էլ անգործությունը առողջ պահի, ոչ թե միայն սղաճը իջնի, ինֆլեյշնը իջնի, բայց անգործ են ժողովուրդը։ Այդ երկուսը չի, ասում է, այստեղ մեր կենտրոնական բանկը դեռ համոզված է, որ այս երկուսը պետք է պահպանի եւ ռիսկա երկուսի համար, մեկ օր սղաճ, մեկ օր։ Դա համար stagflation-ը, իմանալ լսացել եք inflation, recession եւ այլն, stagflation-ը դա է, որ էկոնոմին կամանցանում է եւ անգործերն էլ վատանում է, անգործություն շատանում է։ Այդ երկու combination-ը վտանգավոր է։ Ուրեմն news conference-ի ժամանակ նախագահ Ջերոմ Փաուելը ուրիշ իր նախաձեռնություններից, որ ասում է for the time being, հիմակվա համար, we are well positioned to wait to learn more about the likely course of economy before considering any adjustment to our policy. Ասում հիմակվա համար մենք շատ հարմար ձևի սպասելի վիճակի մեջ ենք to wait to learn եւ սպասենք եւ սովորենք եւ նայենք, որ տեսնենք ինչ է անում արդյոք այս էկոնոմի վիճակը առաջիկա ժամանակների եւ այդ վրայից մենք կտանք մեր adjustment-ները, մեր ուղղությունները policy-ին փոխելու համար։ Այսինքն դեռ առաջ մեզ պետք է ընդհատեն եւ սպասեն։ Անշուշտ չորեքշաբթիերը տանից հետո ուրիշ կենտրոնական բանկի մարդիկ եւ էսի
նորմալ է, եթե դուք նայեք բոլոր կենտրոնական բանկի ժողովներից անմիջապես 1-2 օր հետո իրանց անդամներից, որտեղ անդամը 19 հատ անդամ են չսխալվեմ, տեսնեմ բաներ, այս անդամներից դուրս են գալի եւ հակառակ զեկույցներ են տալի, որ շուկայի բալանսը պահեն։ Ինչ է նշանակում։ Պաշտոնական նախագահ Փաուլը ինչպես տեսակ եկավ ասա, որ մենք պետք է տոկոսները չի չաստենք, նայենք, սպասենք, տեսնենք դեռ ուր է այդում եւ սեպտեմբեր է, չի ասում, բայց արդեն համոզված է սեպտեմբեր է։ 2 օր հետո մեկը գալիս է, կարող է հուլիսին էլ իջացնենք։ Ուրեմն միանգամից 2 տարբեր խոսք են ասում եւ շուկային բալանսը պահում են, քան թե շուկա ասի լավ, մինչև սեպտեմբեր ոչինչ չկա, գնացինք, բայ, կամ են մյուս կողմից, չէ, սա հուլիսին ելնում է։ Եվ էսի շատ խաղերից մեկն է, որ միշտ խաղացել են եւ սովոր չեն։ Հիմա այս բոլորը ասես Ռոնի ինձի ինչ, ես տուն եմ ուզում առնեմ, տոկոսս ինչ այնելու, տունս ինչ այ։ Տուների մասին ասեմ, ուրեմն Կալիֆոռնիայի արժեքները մայիս ամսվա համար։ So closed escrow sales-ը ինչ որ վաճառվել է մայիս ամսվա ընթացքին հաշվելով, որ եթե այս արագությամբ ծախվի կամ այս քանակով ծախվի, մինչև տարվա վերջ 254,000 տուներ է վաճառվելու, որ ինչպես միշտ, որպես ասել են, առողջ շուկա Կալիֆոռնիայի համար, պետք է 300,000 թիվին հասնենք, որ չենք հասնում։ Մոտ 5.1% առուվաճառքը ոչ թե արժեքները իջավ բախտատելով ապրիլ ամսվա հետ եւ մոտ 4%-ի չափ ավելի քիչ, քան թե անցյալ տարի մայիսին բախտատելու հետ։ Բայց երբ որ գալիս է արժեքներին, Կալիֆոռնիայի մասին ենք խոսում, ոչ թե Միացյալ Նահանգների։ Ուրեմն Կալիֆոռնիայի մայիս ամսվա միջին տան արժեքն է single family-ին $900,000, $970,170. Եվ սա 1.1% ավելի քիչ, քան թե ապրիլ ամսվանը։ Եվ մոտ 9/10-րդի չափ ավելի քիչ, քան թե մայիս 2024-ին, այսինքն մայիս 2024-ին միջին տան արժեքներ $908,000, հիմա իջել է $900,000։ Այդ $8,000-ը 9/10-րդի չափ տարբերություն արել արժեքների մեջ։ Ինչու է տարբերություն արել, state medium-ն է, տարբեր պատճառներով անշուշտ մարքեթը տեսել ենք, որ կամ անցածել է մեծ մասը wait and see, նայում են տեսնեն ուր այդում էս թերիֆները եւ էս հարցերը, IC հարցերը կան, immigration-ների հարցերը կան, տոկոսները տատանվում են վրեվցած կենտրոնական բանկի ժողովը դեռ հայտնի չի, ինվենտորիները շատացել են, բայց չի վաճառվում, որտեղ սխալ արժեքներ են դրել եւ այլն, որ հիմա մեջից հետո ես ուզում ձեր հետ մանրամաս շատ կարևոր ձեր համար մահատ, ես ուզում եմ պարզապես այս մեր երկու լուրերը ձեզի ասեմ, շատ կարևոր ձեր համար մանրամաս ծրագրած պլան եմ ուզում ներկայացնեմ, որ հստակ ելնի ձեր համար, որ ստանից ավելի հստակ չի կարող ելնի, որ ուր ենք եթալու, ինչ պետք է անեք, ինչ կարող եք անեք, ինչպես ձեր խաղը փոխել, ձեր մոտեցումը փոխել։ Սկսելով ընդհանրապես housing market-ի մասին են խոսում, որպես վիճակը ինչ է, թանկություն է, արժեքները թանկ են, տոկոսները վրև են, այս ամենը, որ տուն քիչ կա վաճառքի, այս բոլոր իմանն ենք։ So արդեն հիմա զգում ենք, որ ես գոնե զգացել եմ եւ զգում եմ, որ որպես Միացյալ Նահանգների housing market-ը արդեն մեկից շատ ավելի ընկերական է buyer-ների համար, քան թե նախկինում sellers market այլ է եւ որևէ ձևի buyer-ները ասելիք չունեն։ Ինչ որ seller ասում է, «Էսի արժեքը, էսի պայմաններս է»։ Ուզում ես ես չեզում, գնայինք 120 հոգի շարք ենք այդի։ Բայց ես զգում եմ, որ արդեն այդպես չի, մեջին buyers market այլ է, կարողանում են թելադրեն պայմաններն ու արժեքները։ Չեմ ասում ձրի են տալի, բայց կա։
Արդեն ուզենք 1 միլիոն նոր active listing-ը ամենից բարձր listing-ներն ունեցել ենք 2019 թվականից մինչև հիմա։ Down payment-ները նկատել են, որ իջերը 15%-ի է հասել միջինը եւ մեծամասնությունը FHA եւ VA վարկերի համար։ Builder Sentiments, այսինքն National Association of Home Builders շինարարների ընկերությունը մոտարապես իրանք 32 point իջավ իրանք վստահության ինդեքսը կետը, այսի հունիսի համար ամենից քիչն ունեցել ենք վերջի 2.5 տարվա ընթացքում։ Տոկոսները մոտարապես չեզոք են մնացել, բայց պաշտոնականը 6.7-ից 6.8-ի շուրջն է պաշտոնականը։ Housing starts-ը, որ permit-ներն է, որ դիմեր են permit-ների, որ սկսեն, մոտարապես շատ ավելի քիչ է եւ underperform-ը խնդիրը։ Օրինակ Ֆլորիդան, օրինակ տամ 20-27% տարեկան տեսաններ են, որ քանդոներ, որտեղ Ֆլորիդայի քանդոներն են, ռիթայրներն են ապրիլին եւ single family-ները մոտ 4%-ի չափ ավելի քիչ այլ է։ Հիմա կենտրոնական բանկը, ինչպես ասամ, 4.4-ից 4.5%-ի չափ տոկոսները պահերա եւ չենք սպասում, որ կգտնի մինչև սեպտեմբեր։ Հիմա կարող է բաներ փոխվի մինչև սեպտեմբեր, who knows, բայց չենք սպասում։ Մահ ուսումնասիրություն կա CEO-ները բոլոր հզոր Միացյալ Նահանգների մի քանի հատ մեծ ընկերությունների նախագահները, որ խելացիներն են, ամենից հարուստներն են, control են անում, իրենք մոտ 10 տարվա ամենից քիչ outlook-ն են, 5 տարվա ամենից քիչ outlook-ն են ունեցել, կարծում են էկոնոմին սավտանալու է, թեթևանալու է եւ անգործությունը կարծում են, որ թեթևանալու է եւ գործեր չի ստեղծվելու։ Հիմա ինչ է նշանակում for buyers, եթե առնող եք։ Հիմա մանրամասը ասելու եմ նալես, մի հատ վենագիներն եմ ընդաներ ձեզի ասում։ So listing-ները շատացել է եւ mortgage rate-երը հավասար մնացել է եւ անշուշտ կարող ես ավելի negotiate անես եւ լավ անես։ Ինչ-որ վերաբերում է seller-ներին, inventory մեկի շատացել է եւ դա պատճառը այնելու price cut-եր ունենաս, որտեղ demand-ը շատանում է։ Եվ builder-ները ուզենք դեռ բավականի շինարարների համար confidence-ը քիչ է։ Հիմա այս բոլոր ասում եմ Միացյալ Նահանգների մասին, բայց եթե Լոս Կալիֆոռնիայի մասին խոսանք, ընդհանուր Կալիֆոռնիայի համար անշուշտ մանավանդ Լոս Անջելեսի համար, որ price-ը արժեքները մոտ 2.9% աճ ունեցել, San Diego 3.1% իջել է, Orange County 1.6% իջել է, եւ Riverside եւ Sacramento-ն 0.5% եւ 3/10-ի չափ իջել են։ Կոմյան Լոս Անջելեսն է, որ արժեքները բարձրացել է։ Հիմա նայենք ընդհանրապես ինչ պետք է անենք, որ այս հարցը լուծվի եւ ինչպես եմ կարող ձեզ օգտակարել եմ, որտեղ that's the key։ Ես ասես բանալու եմ, ամեն ասար, ինչպես ես կարող եմ օգնես, ես տուն առնեմ, որ կարողանամ payment-ներ տամ եւ ինչպես են կարող սարքենք այս հարցը։ Բայց այդ գործ անելու համար առաջ պետք է նայենք խնդրեմը ինչա, լուծումը կա եւ եթե չկա, որտե կա, որտե չկա, որը սպասենք, որը չսպասենք։ Մեկը լինելով ասում են dual challenge, երկու հատ բուն խնդիր ունենք։ Եվ կենտրոնական բանկը որևէ ձևի չի կարես բու երկու խնդիրները սարքի։ Մեկը լինելով long term problem, այսինքն երկարատև խնդիր, մատ ունենք short term problem, որ կարճատև խնդիր։ Երկարատև խնդիրը, որ ունենք անշուշտ housing shortage, տունի պակասություն կա։ Անցյալ օրը 2 օր առաջ մատ հաճախորդ գրասենյակս էր, բյուջեն էլ մինչև 1.5 միլիոն դոլարի բյուջետ նայում ենք, ամիջականների մեջ չենք նայում ամենտեղ, Glendale, Burbank, Burbank-ը չենք նայում, La Crescenta, La Cañada, այս տաղամասերը, եւ 1.5 միլիոնով կա շատ տուներ, բայց մեծամասնություն խնդիրը inventory քիչ լինելն է։ Մինչև հիմա, եթե բոլոր տուները վաճառում, մոտ 3.8 ամսվա inventory ունենք, որ միշտ ձեզի ասել եմ,
ճիշտ ինչա առողջ որպես շուկա, որ 6 ամսվա ինվենտորի լինի, այսինքն որևէ տուն չկա շուկայում, ամենը ծախենք 6 ամիս կտևի, մինչև բոլորը վաճառվի։ Հիմա ունենք միայն 3.8%, նույնիսկ 1 միլիոն լիստինգը շատացի, բայց բավական չի։ So long term-ը, ինչպես ասամ, լիստինգ տուների պակասություն կա։ Եվ այս տուների պատկասությունը ոչ թե միայն վաճառողները պետք է վաճառեն, որտեղ lock-in effect ունեն, տոկոսները լավա ինչու պետք է ծախեն։ Բայց մեծ լուրջ հարցը կա, որտեղ շինարարություն անում են, բայց լուրջ հարցը կա, որտեղ որ ժողովուրդը ուզում են ապրեն տուն չկա։ Շինարարությունը լումա Lancaster, Palmdale, Simi Valley, ոչ չի ուզում դե ապրի։ Ամեն Ինչպես նախկինում ասամ, պաշտոնական, պետական ընտրված պաշտոնյաները գալիս են հեռուստատեսությամբ, Facebook-երով եւ այլն, we need housing, պետք է տուն սարքենք, պետք է շինարարություն անենք, պետք է տուներ, բայց իմ քաղաքում մի արեք, այնտեղ որ ապրում եմ մի արեք։ Գացեք հեռու տեղ արեք, ուրիշ տեղ, ոչ չի ուզում այնտեղ ապրի։ So մեծ խնդիրը որ ունեն Այս housing-ի պակասությունն է, եւ այս housing-ի պակասությունը ընդերանք որ ժողովուրդը ուզում են ապրեն։ Եվ ինչու ընդերանք եւ ոչ թե այս կողմերը, եւ ինչու է խանգարում։ Մեկ ելնելով զոնինգների հարցը։ Օրինակ Glendale ասեք, օրինակ եմ ասում։ Ինչպես տեսակ բրենդի վրա այս office building-ները 20 հարկանի, 30 հարկանի հսկայական office building-ներ են։ Բայց երբ որ գայս այդ տունի շինարարության այդքան բարձր չես կարող այդպես։ Ինչու՞։ Ինչա տարբերությունը office-ի մեջ դե տունը հակառակը ժողովուրդը office-ների մեջ ավելի երկար են մնում, քան թե տան մեջ, որտեղ մեծական մեջ քնած են մեծամասնությունը։ So թող high-rise-ի վրա ելնի։ Այս pioneer-ի վրա high-rise-ները կան շատ գեղեցիկ բաներ, որ 80-ական թվականների շինարարություններ արան։ Zoning-ի հարց կա։ Եվ անշուշտ շինարարության construction cost, դա ոչինչ չեն կարող անեն։ Պաշտոնյաները մանավանդ construction-ի մեջ չկա, contractor-ը ուզում չկա, շատ քիչ կան։ Եվ դա պատճառ այլում արժեքները բարձր։ So long term solution-ը ինչա, տուներ պետք է շինարարություն լինի այդ թաղամասերում, այդ տեղերում որ ժողովուրդը ուզում են ապրեն, ոչ թե այդտեղ որ չեն ուզում ապրեն։ Հիմա short term հարցը ինչա, short term, այսինքն կարճատև լուծումը ինչա, որտեղ կտևի տարիներ միջով սարքվի, անշուշտ տոկոսներն են, տոկոսների բարձրել, եւ short term այնա որ տոկոսները իջնի, նա մանավանդ եթե կենտրոնական բանկը շուտից էլ կամ դիտավորյալ տոկոսները բերիսած ինչպես COVID-ի համար արան, եւ այս շուզեն կամանց կփոխի։ So short term interest rate-ն են ժամանակավոր, բայց տուն չելնելը չի օգնում։ Մանավանդ արժեքները բարձր լինելը։ Եվ որ տուները շատանան, ուզենք արժեքներն էլ կիջնի։ Հիմա կենտրոնական բանկը ինչա կարող անի մեր համար, Federal Reserve-ը որ այս տոկոսներն է, ինչպես է կարող օգնի, իրանց բան ասում է, որ մենք ոչինչ չեն կարող անենք։ Միակ բանը որ հույս ունենք, որ սղաճը տուների թանկությունը գացած affordable է, ոչ թե գացած stable է, որ ասում է price stability, այսինքն արժեքները հավասար ձևի նորմալ stable ձևի բարձրանա եւ անշուշտ մյուսը ժողովուրդը գործ ունենա որ կարողանան տուն առնեն որտեղ եթե էկոնոմին լավ չի եթե գործ չունեք ուրեմն խնդիր այլ այսինքն եթե գործ չունես տան արժեքը սովատ գացած գործ չունեմ չեմ կարող առնեմ so price stability and having a job so պատասխան ձեզի եթե գործ ունեք եկամուտ ունեք տուն առնելը կարևոր է So ասավ ժամանակավոր տոկոսներ բերենք ցած, որ դիտավորյալ բերենք ցած, ժամանակավոր կսարքես հարցը ոչ թե երկարատև, որտեղ նորեն պետք է տոկոսը բարձրանա, նորեն ինչպես որ ելավ COVID-ի ժամանակ եւ խնդիրը ավելի լուրջ է, որտեղ արժեքները 100 անգամ բարձրացավ, այսինքն մեր տունը ծախվում էր $1 միլիոն, տոկոսները որ տենց արան, մեր նույն տունը ծախվում է $2 միլիոն։
So root cause-ը բուն խնդիրը որ ունենք ինչպես ասամ տունի պակասությունն է հիմա ինչպես են կարող մոտիկները տուն սարքել ինչպես կարող են դրանք որ ապրում են մեկը լինելով անշուշտ օրենքները ինչպես ասամ environmental zoning density եւ եկեք ձեր ամիջական քաղաքները փորձեք պահանջեք որ ուզենաք անենք so zoning reform մյուսը infrastructure I think հիմա ասենք Lancaster, Palmdale, Simi Valley, ասես լավ տեղեր կան, շատ էլ գեղեցիկ տուներ, շատ էլ լավ տեղեր, շատ էլ լավ թաղամասեր, բայց այդ հարգալը գործի համար կամ դպրոցի համար, երբ որ 2 ժամ traffic ունես, ժողովուրդ չեն ուզում 2 ժամ, ամեն մեկը 2 ժամ առավոտ 2 ժամ ճայս, հետո 4 ժամ նրանց կյանքին օրվանը մեքենայի մեջ անցածեն, միան հասնեն Բայց եթե ունենանք պատրաստ fast train-ներ, ինչպես Եվրոպան է, որ կարողանաք transportation առավոտ ելնես նստես միտքդ հանգիստ, նստել եմ իմ մետրոյի մեջ, train-ի մեջ, մեկ ժամվա մեջ հասաստում են ինձ downtown, առանցի parking-ի մտահոգվեմ, առանցի բանի կետամ գործի։ So պետությունը պետք է infrastructure-ի վրա focus դնի, որ այդ տեղերը որ տունա սարքվում որ dense չի օրինակ գլենդել տեղ չկա խեղտված ավելի դուսերը ժողովրդի համար հեշտ ելնի այդ հալ գալը մյուս տեսակը օրինակ ասելու են construction methods ինչ է նշանակում փոխարենես մեծ շինարարության կոնկրետներով բաներով որ ծախսն է շատ անում կարողանան ավելի խելացի ձևով օգտագործել տեխնոլոգիաներով կարող է mobile home չի manufactured home պատրաստիները բերեն կպցնեն պատրաստ կա որ կարող են manufacturing անեն մեր ժամանակ printing էլ անում են կարևորներից մեկը financial incentive որ ինչպես կարող են օգտակար լինեն մեր գնողին ինչպես որ մենք ասում ենք եթե դուք մեր միջոցով տուն առնեք մինչև $10,000 մենք ձեզ կօգնենք That's huge. Եթե 1 միլիոնով տուն ես ուզում առնես, 1%-ը $10,000 that's a lot of money. Մենք ասում ենք, դեզի կարող ենք մինչև $10,000 օգտակար լինեն։ Ամեն տեղից financial incentive-ները չունեն։ Հիմա ասում ենք պետականը օգնեք շինարարներին կամ առնողներին, կամ նույնիսկ դուք հիմա եթե ձեր տունը վաճառեք մեր միջոցով, օրինակ, վաճառեք որպես sale Մենք կարող ենք ձեր տունը նորեն մինչև $10,000 ձեզ կրեդիտ տանք որպես seller, որ incentive ելնի, որ ձեր համար ասի որ ես հել եմ ծախում, լավ, այս մարդը լրիվ իմ moving cost-ս կտա, իմ էսի կտա, այսին կտա, is worth it for me to do that. So incentive-ները պետք է պատրաստվի, մենք ունենք այդ incentive-ները, բացի որ incentive-ներ ունենք, մենք ունենք ծրագիրները, որտեղ կարող առնեք որ այդ community օգտագործեք այդ ճանապարհը այդ հալ գալու համար։ Տոկոսները favorable mortgage terms, I think ինչ, ասում են 30 տարվա fix ունես, շատ լավ է, բայց ամեն մարդու համար չի դժվար է, արեք ինչ անենք, 40 տարով անենք, interest only անենք, buy down ունենանք 2-3 տարվա համար շունչ քաշելու տեղ ունենա, well guess what, մենք ունենք Այն որ մատ խոսում եմ հայրենակիցի հետ, interest only-ով, ինչու։ Յան ասեմ, որ ես հիշում եմ դեռ նոր իմ սկսես շուկային մեջ 91-2 թվականներին, և 90-ականներ թվականներում տոկոսները 7%-ի շուրջ մի բան էր, և հիշում եմ այն ժամանակ, որ վարկ ենք տալի, մոտարպես միջին վարկ են ժամանակ $500,000 էր, դա was մեծ էր, was lot of money այն ժամանակվա համար, $500,000 հետո մենք good faith estimate-ներ ենք տպում, այսինքն այն ժամանակը loan-ը ստորագրելուց առաջ ասում ենք որ ինչքան տոկոս պետք է տաս։ Եվ շատ բարձ հիշում եմ երիտասարդ եմ 20-ներից մեջ էի միսիս որ ասում 1993-ին, so 30 տարվա առաջվա պատմություն եմ պատմում։ 30 տարի առաջ նայում եմ որ այս մարդը այս վարկը վերջնում է $600,000, մինչև վերջացնում է $1,800,000 նայում իրան, այսինքն 3 անգամն էր վճարում։ Հետո որ տոկոսները COVID-ի ժամանակ ելավ իջավ 2-3%-ի, 1 միլիոն վարկ էր վերջնում, մինչև վերջացնում էր 2 միլիոն այլում,
որտեղ տոկոսը քիչ էր 2 անգամներ վճարում։ Երբ որ հիմա նորեն 6-երի մեջ ենք, նորեն 3 անգամի հարցն է, շո եթե նորեն 1 միլիոնի վարկ ես վերցնում, 3 անգամ ելնում է 3 միլիոն։ Այսինքն առաջի 30%-ը payment-ին մեծամասնությունը տոկոս է։ Երկրորդ 30%-ը եւ երրորդ 30%-ը մարգումար շատանում է։ Եթե առաջինը մեծամասնությունը տոկոս է, մարգումարսկի տեղից չի շարժում, արի interest only-ին վերցրու, շունչ քաշելու տեղ կտա քեզի, մինչև երկրորդ եւ երրորդը։ Նորեն, ստանք բաներ են, որ մենք ձեր համար կծրագրենք, ամեն մարդու համար տարբեր ծրագիր ունենք, բայց ձևերը կան, մեզ հեռացանեք, մենք ձեզ համար կարող ենք պատրաստենք ծրագիրը։ Անշուշտ ուրիշ բաներ կա fair housing եւ այլն, որտեղ օտար ազգերին տարբեր են նայում եւ կենտրոնական բանկի հարցերը կան եւ housing option-ները պետք է շատ էլի։ Ինչա նշանակում։ Վերջի անգամ երբ եք տեսել 4 unit շինարարություն լինի, 2 unit, 3 unit, 4 unit։ Հիմա չէ 2 to 4 unit-ները կան, չէ որ 4 unit կամ 2 unit կամ 3 unit։ Չկա։ Իրավունքները չկա, խնդիրները չկա։ Ուրեմն ասում կամ հողով house-ը, single family home, կամ apartment building-ը 7-10 unit անոց։ Բայց 4 unit անոց 1 to 4 unit, որ condominium-ի հաշիվ չի ելնում։ Պարզ է լավ։ Շո մարդիկ կան ասում են, այ մատ ես առնեմ 3 unit առնեմ, մեկը ես ապրեմ 2-ից էլ վարձ առնեմ օգնի։ Այդ 3 unit-ը հիմա կան շատ հին են, շատ փոքր են, պայմանները շատ թանկ են, բայց եթե իրավունք տա նոր 3 unit-ներ կամ 2 unit-ներ շինարարություն էլի ավելի շատ, Ինչքան կօգնի մեր գնողներին, ինչքան հայրենակիցներ հիմա նայում եք ինձ եւ հաջախորդներին, ասում են AD-ով տունել, AD-ով ինչ է, այսինքն 2 unit, այսինքն վարձը օգնի, ինչու double AD-ով էլի վատը գա 2 հատ, ոչ 3 unit։ Սո իրավունքները պետք է փոխվի, որ 3 unit շինարարություն լինի։ Այսպես փոքրիկ adjustment-ներ են, որ կօգնի։ Եվ անշուշտ Միացյալ Նահանգների պետական, նահանգական, քաղաքական եւ ժողովուրդը եւ շինարանները եւ բանկերը պետք է միասին համամասնակցեն, որ կարողանան համաշխատեն, որ միասին կարողանան այս գործը անեն։ So ADU-ի օրենքները հեշտացրել են Կալիֆոռնիայում, Լոս Անջելեսում, բայց քաղաքից քաղաք էլ տարբեր ձևերի նայում է։ So ձևերը կան, անշուշտ ձևերը կան։ Մենք ինչպես են կարող օգտակարել 2-3 տեսակ։ Մեկ նյութապես օգնենք ձեզի, որպես financially կարողանաք օգտակար լինենք կամ down payment-ի կողմից, կամ closing cost-ի կողմից, կամ credit-ների կողմից։ Երկրորդ ինչպես են կարող օգտակար լինենք, սկսելով ծրագիրներ, ֆինանսավորման լոնի ծրագիրներ, որ ժամանակավոր փոխարեն 6.5-ա 4.5, 5.5, կամ եթե կարող ենք նույնիսկ point-ը վճարենք, կամ նույնիսկ կարող ենք interest only-ն տանք, եւ այլն, այսինքն ծրագրեր ձևեր։ Եվ երրորդը ինչպես մենք իմանում ենք ինչպես որ տուները կարող եք առնեք, որովհետեւ եթե որևէ տուն այսօր առնեք եւ կարողանաք գոնե 5 տարի մեջ բնակեք, այդ տունից equity-ն կարող ես օգտագործես, վաճառես, ուրիշ տուն առնես, երբ որ 5 տարին անցավ, երբ որ եկամուտները լավ է, երբ որ տոկոսները ավելի մաճելի լինի, եթե լինի։ Հիմա շուկայում ասում են, որ այսօրվա 6-8-ը սպասում են մյուս տարի 5-8-5-9 պետք է լինի։ But nobody knows the future։ Ոչ չի իմանում, անիմաստայլում իմանանք ապական ինչա բերում մեր համար։ Ուզում եմ այս stock market-ը նայենք ինչպես փակվավ, տոկոսները նայենք, լիստինգները նայենք, բացատրություններ ունեմ լիստինգի համար։ Mən նայեմ մարքեթը ինչպես փակվավ ուրբաթ օր։ Ուրեմն Dow Jones-ը 42206 35 փունջ շահով փակվավ, S&P-ն 5967 13 փունջ կորուստ ունեցավ, Nasdaq-ը 19447 98 փունջ կորուստ ունեցավ Nasdaq-ը։ Գերմանական DAX-ը 23350 293 փունջ շահով փակվավ, անգլիական FTSE-ն 8774
17 point կորուստ ունեցավ, Japanese Nikkei 38403 85 point կորուստ ունեցավ եւ Shanghai-ը 3359 2 point կորուստ ունեցավ Shanghai-ը։ Քարյուղ այրագիսը $75 փակվավ 14 cent ավելի քիչ, ոսկին 3384 $23 կորուստ ունեցավ, արծաթը $35.95 cent 96 cent կորուստ ունեցավ արծաթը, platinum-ը $1261 $51 կորուստ ունեցավ platinum-ը։ Եվրոպական եվրոն մոտավորապես անփոփոխ էր $1.15 cent 1 եվրո, անգլիկան British Pound-ը $1.35 cent 1 pound եւ Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 103474 Հայաստանի դրամը ուրբաթ օրը 385 դրամը $1 Տաստավա Treasury-ին որ 30 տարվա վարկերը ուղակի հետևում են, ինչպես տեսակ կենտրոնական բանկի ժողովից հետո շատ մեծ տարբերություն չարավ են չորեքշաբթի էր, էսի ուրբաթ օրվա փակումն էր, էսի ցույց է տալի մեզ որ շուկան արդեն համոզված է որ this is it stability է տեսնում, panic չի անում, ոչ բարձրացավ, ոչ իջավ, մեջ ինչին իջավ, բայց overall եթե նայեք, էսի համապատասխան մնացել է վերջի ամսվա, երկու ամսվա ընթացքի։ Այո, so տեսակ ինչպես stock market-ին իր որոշումներն ա տվել, ինչեր են տեսնում հիմա այսօրվա շուկայում որպես ֆինանսավորման։ Մեկ բան շատ են տեսնում cash out refinance-ներն աննանք, որ պետք ունեն մանավանդ second-ներով կամ line of credit-ներով, բավականի տեսնում են կտանքել, ունենք profit and loss program-ը մերը շատ կարող եմ ասեմ active ծրագրերից է բավականի buyer-ներ ունենք, purchase-ներ ունենք, որ profit and loss-ով, որտեղ տոկոսը շատ հարմար է համեմատ ծախսին եւ անշուշտ interest only-ները բավականի շատացել են մեր կողմից։ Շնորհակ interest only պարագայում մայր գումար, երբ որ ուզենաս վճարես, ոչ ոքի ասի չէ կարող ես վճարես։ Մենք նայենք տոկոսները շատ կարևոր է կրճատել են բոլորը ցույց չեմ տալի որտեղ վատ credit, love credit տոկոսների մասը նայենք խնդրում եմ։ Ստան refinance-ն եմ առաջ ձեզ ցույց տալի, եթե ձեր վարկն է 800,000-ից ավելի քիչ, 806,000-ից եւ 781 ձեր credit score-ն է, ստե տեսնում եք 6.375 1 point-ով 30 տարվա fix։ Եթե ուզում եք գումար քաշեք տան վրա, cash out եք անում եւ ընդհանուր պարկը 800,000 լինի, մինչև 800,000 6.375 1 point-ով։ Եթե high balance ես 806,000 1.200,000 պարկը դա եւ տոկոսը 6.5-ից բարձր է, մեզ հեռազանեք իջացնենք 6.5։ Սա profit and loss program-ն է առանց tax return-ի եւ interest only, եթե ուզում ես refinance անես եւ եկամուտի թուղթերը չի ներում քեզի credit score լավ է 6.75-ով 1 point-ով։ Սա եթե credit-ը վատ է 620 credit score եւ ուզում ես գումար քաշես, cash out անես եւ 800,000 մինչեւ $800,000 եւ տան maximum արժեքը 6%։ Այսի Fannie Mae կողմից ուրեմն 2-1 buy down են ասում, նորեն 20 ասենք օրինակ եմ տվել 1 միլիոնի պարագայում, եթե 20% կանխավճար ես դնում, տոկոսը կլինի 6.5։ Այս ծրագիրը ասում եմ ես քեզի կտամ 4.5։ Ասես ինչպես է կարող $1,000 քիչ հոտելնի payment-ը։ Այս 4.5-ը ստանալու համար առաջի տարին, 5.5 երկրորդ տարին, սա ծախս ունի, որ ծախսը մոտ 17-ից $18,000 է։ Մենք կարողանում ենք seller-ներից ձեր համար այդ ծախսը վերցնել եւ նույնիսկ մեր կրեդիտներով կարող եք վերցնել։ Դա համար առանց ձեր համար ծախս նայի, դու կարող եք ստանալ 4.5 առաջի տարին գոնե։ 3% կանխավճարի պարագայում որպես Fannie Mae կողմից 6.375 first time home buyer 20% կանխավճարով նույն ձևի, նույն պայմաններով 781 credit score-ով single family residence owner occupied 15 տարվան high balance-ները 6.5%, 5-ից 10% կանխավճարով, 20% կանխավճարով 6.625 20 տարվանը նույն ձևի high balance-ները 806-ից 1.209
FHN-ները որպես ավելի քիչոտ կանխավճար կարող ես տնես, ավելի հեշտոտ underwriting-ը 5.75, high balance-ը որ 806,000-ից 1,209,000 5.75։ Եթե FHN loan ունեք, FHA-ից FHA փոխանցելու համար 6.5% առանց ծախսի։ Սա full tax return-ով մինչև $3 միլիոն 6.375 bank statement P&L program միայն P&L profit and loss են գուզում, եթե self-employed եք ձեր գործ ունեք, tax return չեն գուզում եւ interest only 6.75 bank statement program-ը 12 ամսվա bank statement-ներն եք ներկայացնում 6.375 եւ միայն interest only-ով 6.5 եւ մեր line of credit-ը 7.75 ունենք որ teaser rate-ը 5%-ով է ժամանակավոր մենք teaser-ը չենք սիրում ժողովրդին ցույց տալ որտեղ խաբեբաության ճանապարհը չենք ուզում անենք 3%-ին ցույց տալ So ինչպես տեսակ տոկոսները Չին 6-երի մեջ է, շատ նորմալ մի բան է, այլևս չենք սպասում, որ major տարբերություն անի։ Ուզում եմ լիստինգները նայենք շատ հետաքրքիր լիստինգներ ունեմ եւ ուզում եմ հիշեցնեմ ձեզի, որ ինչ են նայում այդ տուն առնելուց շատ կարեւոր է դել տեսնենք, ոչ թե միայն արժեքն է, արժեքը doesn't mean anything, բայց ինչեր ենք մանգալի մեջ։ So խնդրում եմ նայենք լիստինգները ժամանակս կարճ է։ Ուրեմն այստեղ կոնդոմինիումները առաջ ցույց տալիս Simi Valley one bedroom-ով նայ դուսը դուրից ջոգ դուր ունես լույսավոր ապատոներ տեսար խոհանոցը բավական երկար so bedroom-ները նայ շատ ազատ մեծ ազատություն ունես մեկ ննջարանով washer-dryer hookup-ը եւ private garage-ը ունի one bedroom one bath 741 square feet $315,000 Simi Valley փուլն ունի 572 դա Homeowners Association-ը $425 price per square feet is fantastic Silmar երկու ննջասենյակ 3 լվացարան ոսի կարծես սլայդը չի գործում փորձենք մատել երկու նիշա 3 չի գործում սլայդը $1,311 $1311 square feet հողամասն է $470 Homeowners Association-ը սլայդը տան չեր գործում ներողություն Simi Valley երկու ննջասենյակ երկու լվացարան այդ դուրը ջոգ դուսից ներսը high ceiling recessed lights floor is փայտա խոհանոցը մաքուր մոլդինգներով AC register-ը տեսնում ենք ընդ walk-in closet ունի nickel shower tub-ը կա so it's fantastic ամեն ձևի նայում ենք այս ներսի tile work-ը եւ մեծ patio կա նստելու so you can't go wrong եւ փուլն էլ ունի կարող եք օգտագործեք anytime $615,000 so եթե տուն չես կարող առնես թանկ բայց այդ պայմաններով տես մաքուր ուզում ես կարող ես սկսես ստանալ որպես first time home buyers Arcadia Pasadena կպած երկու ննջասենյակ երկու լվացարան 1316 square feet ունի մեծությունն nicely done $417 նորեն recessed light-երը գետինը remodel-ը walk-in closet-ը $679,000 asking price moving condition Arcadia-ը որ ճիշտ Pasadena-ին կպած է մյուս կողմից շատ մոտիկ է washer-dryer hookup ունի փուլն էլ ունի Burbank երկու ննջասենյակ 3 լվացարան 1244 square feet նորեն նայեք recessed light-երը խոհանոցը գետինները շատ սիրուն որակով ճաշակով սարքված է nicely done furniture-ն է սիրուն են staging արե $587 per square feet for Burbank-ում այս վիճակի կոնդոմինիում 587 is not a bad price 2.5 bedroom-ը մատեր extra bonus room ունի էսի guest bedroom-ն է $730,000 այս bonus room-ն է որ ասում են որ garage-ի մեջը կարող եք ընդեղում աշխատեք Sherman Oaks երկու ննջասենյակ երկու լվացարան 1516 square feet ունի մեծությունն է $815 Homeowners Association-ն է nicely done մաքուր վիճակի մեջ է եւ Sherman Oaks-ում $498 per square feet այս վիճակի կոնդոմինիում դες ինչ պատրաստված մաքուր it's very արժան եւ ինչքան built-in cabinet-երի ունի
$755,000 Sherman Oaks-ի համար այդ size-ով, այդ արժեքով, it's a good deal։ Մյուսը Pasadena 2 ննջասենյակ 3 լվացարան, նորեն իր jog entrance ունի, շատ մաքուր սիրուն ճաշակով պատրաստված, 2 bedroom 3 bath, 1221 square feet տունի մեծությունն է, $548 Homeowners Association-ն է, $655 price per square feet Pasadena-ում այս թաղամասի համար մեկ ինչ թանկ է, but not much Pasadena ինչպես իմանում եք 700 լետմա per square feet easy, so $8,000 asking price։ Beverly Hills այս տունը շատ լավ location-ում է այս condominium-ը, like շատ կենտրոն Cannon Drive-ի ու Rodeo Drive-ի շատ մոտիկ walking distance, 2 ննջասենյակ 2 լվացարան, 1289 square feet տունի մեծությունն է։ Պատճառ թաղամասին ես էսի դրել եմ, որ $892 price per square feet, $1,150,000 այդ location-ում it's a good deal այդ տունը, այսինքն հետո ապակայում, ու Malibu, սա գեղեցիկ view-ն է ծովը նայից տեղում, 2 bedroom 2 bath, $149 per square, 1149 square feet մեծությունն է, $423 Homeowners Association-ն է, asking price $1,375,000, ինչպես տեսար փուլը, ծովը հոյակապ view-ն է, $1,197 per square feet, ստես ծովը ունես as a view։ Single family հողով տուներ նայենք, սկսենք փամդելով, որ ասում եմ, եթե ստե transportation էլի, եթե քշելու հարց չունեք ամեն օր այս կողմերը գալ, հենց այդ կողմերը մնալու համար, I love it այս փամդելի տուները, 3 ննջասենյակ 3 լվացարան, 1876 square feet տունի մեծությունն է, 7200 հողամասի մեծությունն է եւ asking price Ինչպես տեսնում եք $565,000 you can't go wrong pull-off տուն essence վիճակի եւ I mean it's great մենակ լոկե եւ վատ թաղամաս չի հերո է պարզապես չէ nothing wrong with Palm դերն է sure problem ու տեղը այո իր ամեն թաղը ունի իր վատ ու լավն էլ ունի բայց ամեն տեղ իր վատ ու լավ ունի ով ասեմ մենակ Palm դերն է Sun Valley 3 ննջասենյակ 3 լվացարան 1183 square feet տունի մեծությունն է նոր իմաստելած 6142 square feet հողամասի մեծությունն է $697 price per square feet որպես վիճակը որ սարքեն ռիմադել են արել եւ որովհետեւ փոքր է պարտավոր են հենց արժեքը $697 վրա դնեն որ կարողանան իրանց շահը ստանան $825,000 asking price-ն է բակնել չեն վերջացրել ափսոսա I think it's մեկ ինչ թանկ for that size Նորթիջ 3 ննջասենյակ 2 լվացարան 1690 square feet ունի մեծությունն է 8100 square feet հողամասի մեծությունն է 3 bedroom 2 bath upgrade չի ելը բեկի upgrade ելնի բայց լավ է պահպանվել որակը լավ են սարքել բայց $524 per square feet bathroom էսի remodel են արել ստեքի bedroom-ը remodel են արել բայց մյուսը չին արել popcorn ceiling ուներ եւ հսկայական բակ ունի $885,000 ինչպես $524 price per square feet which I think էսի ավելի լավ արժեք է քան թե նախկին տունը մեկ ճարաշ տեսակ Glendale 2 ննջասենյակ 1 լվացարան 1000 square feet տունի մեծությունն է 8400 square feet հողամասի մեծությունն է asking price $895,000 So it is a condominium առնեք It's a 2 bedroom condominium առնեք ես հիմա 1 bath է արդյոք 1 bath կարող ես ավելացնես անես 2 bedroom 2 bath վստահ եմ կարող ես ձևերը կա հիմա չեմ ուզում խորանալ բայց հենց ստեղում որ ես աթոռն ես պատից պատ կարող ես փակես եւ այլն բայց $895,000 հողով տունը մեծ հող ունես բայց մեծամասնություն frontage-ն է Winnetka շատ լավ է 3 ննջասենյակ 2 լվացարան nicely done շատ սիրուն ճաշակով լավ որակով
$1787 շենքի մեծությունն է, 7400 square feet հողամասի մեծությունն է, asking price $924,000 $518 per square feet. So այդ եմ ասում, եթե այս նույն տունը Glendale is worth $2 million. Նույն տունը Glendale So եթե մենք Winnetka ապրեք կես արժեքով եւ մենք էլ օգնենք ձեզի credit-ն էլ տանք, 10,000-ն էլ տանք, interest only էլ վերցնենք, երեսի արդեն it's definitely affordable. Chatsworth 5 ննջասենյակ 3 լվացարան 2040 square feet տունի մեծությունն է, 14000 square feet հողամասի մեծությունն է, ճիշտ է Chatsworth-ը, ճիշտ է 2000 square feet-ը, բայց կեսը ռիմադելած է, կեսը չի, մեր մասը այո, մեր մասը ոչ, որ էսի զարմանում եմ, ափսոս է, բայց իրանք մեծամասնությունը ռիմադելի հաշիվ են դրել, $1,250,000 asking price, մեծամասնությունը ռիմադել էլեր է, այդ ձևով ասեմ, բայց $612 per square feet. Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1750 square feet տունի մեծությունն է, 12000 square feet հողամասի մեծությունն է, նորեն մեր մասը արել են, մեր մասը չէ, popcorn ceiling-ները պահել են, ստեղում չէ, խոհանոցը փոխել են, it's nicely done ճաշակի կողմից, $1,650,000 asking price, but it's pretty much moving condition, հատուկ ծախս չունես անելու, մեծ գործ ամեն ինչ էլեր արդեն, so ready to move in, բայց Glendale-ը եւ էսի افի բանն է, բայց մենակ բագը էսքան է, ճիշտ է 12-ը լատ size ունես, բայց ամենը լերու ձոր են, միայն այդ է բագը, դամա արժիքը լավ էր, Lacrasenta 3 ննջասենյակ 3 լվացարան, 2982 square feet տունի մեծությունն է, 7500 square feet հողամասի մեծությունն է, $570 per square feet were fantastic price Lacrasenta-ի համար այդքան մեծ ինչու են $570 per square feet or $1,700,000 asking price բայց ասպես լավ why so cheap էսի $900 per square feet-ի կամ $800-ով հանգիստ կետա այսինքն 2.4-2.5-ի տունը ինչու է 1.7 լիստար է եւ տարբեր պատճառներով մեկը լինելով բակի մասն այսպես տեսնում եք այսքան տեղն է փոքր է շատ բակ չունի եւ խանգարում է Pasadena 4 ննջասենյակ 4 լվացարան շատ մարրն է շատ 3500 square feet տունի մեծությունն է 9600 հողամասի մեծությունն է բայց շատ հարմար արժեք են դրել $650 per square feet original 1996 թվականի շենքը բայց $2,300,000 is not a bad price Pasadena-ս համար չեմ ժամանակ կանեմ մեր գոտե ցույց տամ դե ոչ Լաքանիարը 4 ննջասենյակ 4 լվացարան 3500 square feet տունի մեծությունն է 26000 square feet հողամասի մեծությունն է asking price $3 million ելումա $857 per square feet Լաքանիարայում այս վիճակի շենք այս թաղամասում pull-off տուն I think they priced it pretty good շատ լավ է ոչ վատ ոչ լավ overall I think շատ լավ է եւ definitely is worth looking into it Էլ ունենք կարծեմ Մատը San Marino 5 ննջասենյակ 4 լվացարան 3851 square feet վստահ եմ Chinese-ները արդեն կառնեն առանցի միջև մեր հերթը չի գա 23000 square feet հողամասի մեծությունն է guaranteed Chinese առերը $956 per square feet $3,680,000 asking price San Marino Շատ շնորհակալ եմ նայում եք եւ հետեւում եք մեր ծրագրի ինչպես ասեմ ամեն մեկը ունեք տարբեր ծրագիր ընտանեկան ծրագիր եկամուտի ծրագիր ձեր կյանքի ապուստի ձևը տարբեր է Մեզ հեռազանեք մենք ձեզի առաջինը pre-approve կանենք loan-ը that's number 1 բկեիմանք իշխան qualified է number 2 մենք ձեզի կարող ենք այս ծրագիրը կոմեր լավ այսի չի մարդ կա դպրոցական ունի բայց ասում գիտես ինչ ես իմ երեխաների թոշակը 3 տարից վերջանում էլ պետք է չունեմ վճարեմ ուրիշ ծև կծրագրենք եւ այլն so ուրեմն հեռացանեք մեզ եւ մենք կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ ստեսություն ձեզ
Thank you.